հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործին, թերևս գիտեք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման մեջ։ جناب سفیر، خانم آراکسی مارتیروسیان هستند از خبرگزاری 168 AM. می‌فرمایند که طی روزهای اخیر یکی از موضوعات جالب برای جامعه ارمنستان مربوط میشه به پرونده آقای گاگیک زاروکیان رئیس حزب ارمنستان شکوفا که ایشون رو به مدت 2 ماه جلب کردند و اتهام ایشون کلاهبرداری و پولشویی هست. Պարոն դեսպան, Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանի ղեկավարած խումբը Իրանի քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել է ապրանք, վառելիք օգտագործելով հայ-իրանական լոգիստիկ կապերը, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ հենց իրանական կողմից են եղել չարաշահումները, ինչի առնչությամբ դրանց նկատմամբ հարուցվել են քրեական վարույթներ։ Որպես Իրանի դեսպան, ձեզ ինչ տեղեկատվություն է հայտնի այս գործի մասին։ کمیته بازپرسی ارمنستان اعلام کرده که دلیل این امر کلاهبرداری بوده که در چارچوب همکاری با طرف ایرانی صورت گرفته و سوء استفاده هایی در این زمینه بوده. همچنین گفته میشه که خب طرف ارمنی هم در این مورد ادله خودش رو داره. چه اطلاعاتی در مورد این روند دارید و چه اطلاعاتی میتونید در اختیار ما در این مورد قرار بدید؟ موضوعات سیاست داخلیش به هر حال ما مداخله نداریم و تمایلی هم نداریم به مداخله. Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական հարցերին, մենք այս հարցերին չենք միջամտում եւ ցանկություն չունենք միջամտելու. در صحنه داخلی بالاخره انتخابات انجام شده، تمام شده. ما هم بلافاصله تبریک گفتیم به جناب آقای پاشینیان. Հայաստանում ինչպես գիտեք տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները հրապարակվեցին եւ մենք էլ մեր կողմից մեր շնորհավորական ուղերձը հղեցինք Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցությանը و امیدواریم که در این دوره جدید روابط بیش از پیش به شکل ممتازی توسعه پیدا کنه. Եվ հուսով ենք, որ այս շրջանում էլ երկու երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ եւ յուրահատուկ հարաբերությունները ել առավել կզարգանան եւ առաջընթացի ճանապարհ կբռնեն. ما فقط میتونیم آرزو کنیم بر اساس تجربه خودمون در داخل ایران هر وقت ما تفرقه داشتیم ضربه خوردیم امیدواریم که در داخل ارمنستان همه نیروها چه دولت چه نیروهای بقیه نیروهای سیاسی وحدت داشته باشند با هدف خیر و مصلحت ملی همه گرد هم باشند این وحدت حفظ بشه چون هر وقت هر کشوری وحدت از دست بره کشور دچار ضربه میشه این تجربه ما در ایران هست. Մենք կարող ենք սա ասել հենց մեր իրանական փորձից, երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, սա երբեք չի կարող բերել որևէ լավ արդյունքի։ Մենք հուսով ենք եւ մենք մեր կողմից մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը, թե իշխող կուսակցությունը, կառավարությունը եւ թե ընդդիմադիր կարողանան միասնական լինել ազգային շահերի, ազգային նպատակների եւ ազգային նպատակահարմարության գաղափարների շուրջ, քանի որ եթե չլինի այս միասնականությունը, ապա հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները։ Ես սա վստահորեն ասում եմ հիմնվելով հենց մեր փորձից, քանի որ ներքաղաքական միասնությունը եւ որևէ պառակտման բացառումը շատ կարեւոր է։ آرزو و مطلوب جمهوری اسلامی ایران یک ارمنستان متحد و منسجم و قوی هست. این چیزی هست که ما واقعا قلباً می‌خوایم و آرزو می‌کنیم. Իրանի Իսլամական Հանրապետության ցանկությունն է եւ Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական եւ համախմբված Հայաստան, սա այն է, ինչ մենք ի սրտե ցանկանում ենք մեր հարևան պետության համար. در مورد این سوالی که شما پرسیدید خب یکی از افسوس‌های ما هستش که این بحث مرکز تجاری ایران و ارمنستان متاسفانه ناکام بود و به نتیجه نرسید. Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, ապա սա մեր ափսոսանքներից մեկն է եւ մեզ համար շատ ցավալի եւ ափսոսալի է, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի պրոյեկտը ցավոք սրտի որևէ հաջողությամբ չպսակվեց.
چند سال پیش خب با یک نیت خیلی خوب با یه برنامه خیلی واقعا جالب این ایجاد مرکز تجاری مشترک ایران و ارمنستان میان اتباع ایرانی و خب آقای زاروکیان در واقع پیریزی و برنامه ریزی شد و افتتاح هم انجام شد حتی. Սա այս գաղափարը եւ այս պրոյեկտը հիմնված էր բարի կամքի եւ շատ հետաքրքիր ու դրական մի գաղափարի շուրջ եւ մենք ցանկանում էինք ցանկություն կար հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն հիմնելու, որի աշխատանքներում ներգրավված էին եւ իրանցի, Իրանի քաղաքացիներ, ինչպես նաեւ պարոն Գագիկ Ծառուկյանը։ هدف خیلی عالی این بود که و سفارت هم خیلی حمایت کرد. سفیر قبل از من خیلی تلاش کردن برای پیشبرد این کار. هدف این بود که تجارت میان ایران و ارمنستان و معرفی محصولات ایرانی در یک جای خیلی خوب و فاخر انجام بشود. Եվ նույնիսկ այս կենտրոնի բացման միջոցառումը տեղի ունեցավ եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը Երևանում յուրահատուկ կերպով հետամուտ էր լինում այս պրոյեկտի շրջանակներում արկա հարցերին եւ մինչ իմ ժամանելը Հայաստանի Հանրապետության Իրանի Իսլամական Հանրապետության նախորդ դեսպանը եւս անձամբ շատ մեծ եռանդով զբաղվում էր այս կենտրոնի շուրջ արկա հարցերով եւ նպատակն այն էր որ նոր թափ հաղորդվի երկու երկրների միջև առևտրին եւ բացի դրանից սա շատ լավ հնարավորություն կլիներ իրանական ապրանքատեսակները եւ ապրանքները իրանական արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելու համար با کمال تأسف طرفین در ادامه مسیر در مورد این کار و کارهای تجاری دیگه‌ای که با هم داشتن دچار اختلافات تجاری شدند. Ամենայն ափսոսանքով պետք է նշենք, որ կողմերը թե այս պրոյեկտի շրջանակներում, թե այլ այսպես ասած բիզնես աշխատանքների ծրագրերի գործունեության շրջանակներում ունեցան որոշակի տնտեսական տարաձայնություններ. و ما چون این آسیب ایجاد میکرد خیلی تلاش کردیم که خود شخص من با هر دو طرف صحبت کردم، سعی کردم میانجیگری کنم، تلاش کردیم که از طریق ایجاد سازش و مصالحه این مشکل رو حل بکنیم. Եվ քանի որ սա հղի էր որոշակի վնասներով եւ հետագա խնդիրներով մենք փորձել ենք մեր կողմից ամեն ինչ անել եւ ես անձամբ բազմիցս քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ ցանկանալով հանդես գալ որպես միջնորդ, որպեսզի փորձենք կոնսենսուսի եւ որոշակի զիջումների արդյունքում հասնել համաձայնության եւ հասնել ինչ որ նպատակների. تا همین اواخر هم من در تلاش بودم که از طریق صحبت با هر دو طرف بشه یه راه حلی که مورد رضایت هر دو طرف باشه به دست بیاریم. Մինչև վերջերս էլ ես կապի մեջ եմ երկու կողմերի հետ եւ փորձում էի գտնել լուծման մի տարբերակ, որ ընդունելի կլիներ երկու կողմերի համար էլ. حالا امیدوارم که به هر حال چارچوب‌های قانونی که در واقع هر دو طرف از چارچوب‌های قانونی هم و حقوقی قضایی هم استفاده کردن به هر حال بر اساس شواهد و مدارک و همه چیز که هست رسیدگی انجام بشه. Ամեն դեպքում այս պահին, քանի որ արդեն գործ ունենք դատական իրավական գործընթացի եւ այս ամենը քննարկվում է արդեն օրինական ֆորմատով եւ շրջանակներով, մենք մեր կողմից հուսով ենք, որ վկայությունների եւ արկա փաստաթղթերի եւ ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը եւ հասնել որևէ արդյունքի. روابط دو ملت انقدر خوب هست که واقعا نمیخوایم و بده که یک لکه های سیاهی باشه که از تجربه های ناموفق در همکاری که بخواد در افکار عمومی بیاد مطرح بشه که اتباع ایران و ارمنستان با هم درگیرن. این واقعا خوشایند ما نیست. Հասկանալով երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը մենք բնավ չենք ցանկանա, որպեսզի որևէ սև բիծ մնա այս հարաբերությունների համատեքստում եւ համար հնարելի է ներկայացնել այնպես, որ Իրանի եւ Հայաստանի քաղաքացիները կարողանան իրար աշխատել եւ այլ տարածություններ. قطعا با تعامل خوب دو تا دولت ایران و ارمنستان میتونیم این مسائل رو حل کنیم. Եվ կարծում եմ, որ հաշվի առնելով երկու երկրների միջև գործընկերական եւ բարեկամական հարաբերությունները կարող ենք նման օրինակ հարցեր լուծել. Շնորհակալ եմ.